Համարում եմ, որ իրոք իրավիճակը ճգնաժամային է, ես դա տեսել եմ և տարօրինակ է իսկապես, տարօրինակ է հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը, և ես հանձնարարել եմ, որ աշխատանքային խումբ ստեղծվի։ Արագ միջանկյալ լուծումներ մի պայմաններում, երբ որ ամեն օր մեքենաների թիվը, նախ մենք պետք է գնահատենք, ինչն է պատճառը, որովհետև այո, միտեղ լուսացույցը կարող է անջատվի, միտեղ վթար կարող է լինի, բայց մեծ հաշվով պատճառը մեքենաների աննախադեպ ծավալն է Երևան քաղաքում, և մենք պետք է հասկանանք այդ երևույթի հետ ինչպես վարվենք, երբ հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի, բայց մենք պետք է ընտրություն կատարենք կամ յոլա ենք գնում, իհարկե գիտեք ինչ, խնդիրը տեխնիկական կարգավորումների և լավարկումների տեղ միշտ էլ կա, բայց հասկանում եք, մեքենաների թիվը նախ ահռելի է, և երկրորդն է պրոբլեմն էդ չի, ինքը ամեն օրվա հետ շատանում է։ Մենք մյուս կողմից որոշումներ ենք կայացնում էլեկտրոմոբիլների քվոտաներ ենք սահմանում, արտոնություններ ենք սահմանում, այդ մեքենաների թիվը ավելի է մեծանում։ Եվ պետք է հասկանանք, բան չի, Երևանի կարողությունները փողոցների անսահմանափակ չեն, և սա իհարկե և կարճաժամկետ լուծումները պետք է գտնվեն, երկարաժամկետում էլ պետք է հասկանանք ինչ անենք։